1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործի չդրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր և Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա համար 1 թեկնածու ընտրվեց Թալիաթ Փաշան։ Մեհմեդ Թալիաթ ծնվել է 1874 թվականին Թրակիայում։ Ըստ որոշ տեղեկությունների ծագումով թուրք չի եղել և սերել է հավատափող եղած քրիստոնյաների տոհմից։ Կրթություն չի ստացել։ Պատանի հասակից աշխատել է որպես փոստատար, ապա մուտք գործել քաղաքականություն և դարձել Իթիհադ վեթերակի կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1908 թվականին ընտրվել է Օսմանյան պարլամենտի երեսփոխան։ Աբդուլհամիդի գահընկեց լինելուց հետո ստանձնել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նախաձեռնել է փաստացի եռապետության հաստատումը և կիսել գերագույն իշխանությունը Թուրքիայում Էնվեր և Ջեմալ Փաշաների հետ։ Կրել է Օսմանյան կայսրության մեծ եպարքոսի տիտղոսը։ Ամենաեռանդուն մասնակցությունն է ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման և իրականացման գործում, ինչը երբեք չի թաքցրել։ Հենց նրան է պատկանել փաստագրված հրահանգը, որ տրվել է թուրքական պետության կուսակալներին ավելի ջանադրաբար իրագործել հայերին կոտորելու ծրագիրը։ Ոչ ոքի չխնայել, մինչև իսկ օրորոցի երեխաներին։ Մեհմեդ Թալիաթին ահաբեկելու օպերացիան հանձնարարվեց երզնկացի հայ երիտասարդ Սողոմոն Թեհլերյանին։ Սողոմոն Խաչատուրի Թեհլերյան ծնվել է 1896 թվականին Բագարեջ գյուղում Երզնկայի մոտ։ Սերել է հայ քրիստոնյա բողոքականների տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Երզնկայում, ապա ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Եվրոպա։ Առաջին աշխարհամարտի ժամանակ վերադարձել է հայրենիք և կամավորագրվել Անդրանիկ Օզանյանի գնդին։ Հայոց մեծ եղեռնի օրերին կորցրել է գրեթե ողջ ընտանիքն ու տոհմը, ներառյալ մորը, եղբայրներին և քույրերին։ Նախքան Թալիաթի մահապատիժն իրագործելը ստանձնել է հայ մատնիչ Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի ոստիկանության աշխատակից Հարություն Մկրտչյանի ոչնչացման օպերացիա, որը և հաջողությամբ իրագործել է 1919 թվականի մարտին։ Թեհլերյանը Թալիաթին գնդակահարելու հրահանգը ստացավ Նեմեսիս ծրագրի գլխավոր ղեկավար Արմեն Գարոյից 1920 թվականի աշնանը Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում։ Մինչ այդ Նեմեսիսի վրիժառուները Մեհմեդ Թալիաթին որոնում էին Բեռլինում, Համբուրգում և Ժնևում, ինչը որ Հրաչ Փափազյանի ծավալած հետախուզական գործունեության շնորհիվ հաստատապես պարզվեց, որ Թուրքիայի նախկին մեծ եպարքոսը ծվարել էր Գերմանիայի մայրաքաղաքում։ Նա վաճառական Ալի Սալեհ Բեյի անվան տակ ծպտյալ ու հանգիստ կյանք էր վարում, բնակվելով Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգշտրասե 4 հասցեում։ Նրան հայտնաբերել էր Նեմեսիսի բեռլինյան ստորաբաժանումը և Թեհլերյանի հետ միասին մանրակրկիտ նախապատրաստել դատավճիռը գործի դնելու ծրագիրը։ Սողոմոն Թեհլերյանը Թալիաթ Փաշայի մահվան դատավճիռը իրականացրեց 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան ժամը 10-ից 11 ընկած ժամանակահատվածում Հարդենբերգշտրասե փողոցի վրա Թալիաթի զբոսանքի ժամանակ։ Պարաբերում լյուգեր տեսակի ատրճանակից արձակած մեկ գնդակը բավական եղավ Թալիաթին սպանելու համար։ Րոպեներ անց դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրեցին անմիջապես կրակոցին հետևած նրա մահը։ Թեհլերյանը դեպքի վայրից չհեռացավ, այլ կանխավ համաձայնեցված ծրագրով հանձնվեց Բեռլինյան ոստիկանությանը, որպեսզի Թալիաթի ահաբեկությունը և դրա արդյունքում կազմակերպված դատավարությունը լայն հնչողություն ստանան եվրոպական հասարակությունում և լուսաբանվեն համաշխարհային մամուլում։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը մեկնարկեց Բեռլինում 1921 թվականի հունիսի 20-ին, սակայն ըստ էության այն վերածվեց Մեհմեդ Թալիաթի գործած ոճրագործությունները բացահայտող դատաքննության, որի արդյունքում 12 երդվյալ ատենականները հայ վրիժառուին ճանաչեցին անպարտ և պատվիրեցին ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։
Նեմեսիս աստվածուհու վրիժառության ուխտը այդպիսով հեղեց հայոց մեծ եղեռնի հատուցման առաջին արյունը։